Եվ այսպես 2025 թվականի հունիսի 12-ին Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքից Air India չվերթ 171-ը պատրաստվում է երկար թռիչքի դեպի Լոնդոն, Մեծ Բրիտանիա։ Օդանավը Boeing 787 Dreamliner, սա Boeing ընկերության ամենաապահով և հուսալի ինքնաթիռն է, այս մոդելով նախկինում երբևէ չի գրանցվել որևէ աղետ։ Այն ունի երկու հզոր շարժիչ արտադրված General Electric ընկերության կողմից։ Այսօր օդաչուներն են փորձառու օդանավի հրամանատար 47-ամյա կապիտան Սումիտ Սամհարվային, նրա կողքին է երկրորդ օդաչու երիտասարդ Clive Kundara։ Ժամը 13:38 րոպեին Boeing 787-ը օդ է բարձրանում։ Ներսում 242 հոգի, 12 անձնակազմի անդամներ և 230 ուղևոր։ Ոչ ոք չի էլ կարող պատկերացնել, որ իրենց համար արդեն սկսվել է հետհաշվարկը։ 20 վայրկյան անց, երբ ինքնաթիռն հասնում է 190 մետր բարձրության, հանկարծ ինչ-որ բան այնպես չի ստացվում։ Ինքնաթիռը թերևս անհասկանալի պատճառով բարձրություն հավաքելու փոխարեն սկսում է կորցնել այն։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ թվում է շարժիչները չեն տալիս բավական հզորություն կամ ընդհանրապես չեն աշխատում։ Օդաչուները չեն հասկանում, թե ինչ է կատարվում, ժամանակը սուղ է, վերադառնալ օդանավակայան շատ ուշ է, վայրէջք կատարել անվտանգ մի տարածքում կամ գոնե այսպես ասած այս սավառնող ծանրաքաշ ռումբը փորձել տանել բնակավայրերից հեռու անհնար է։ Չկա հրման ուժ, շուրջ բոլորը խիտ բնակեցված թաղամասեր են, կարելի է ասել բոլորը գտնվում են մահացու մի ծուղակում։ Կապիտան Սումիթը միայն հասցնում է փոխանցել ավիադիսպեչերին իրավիճակը, բայց գետնից կարող են միայն հետևել ինքնաթիռի ընթացքը, ուրիշ ոչինչ։ Այնուհետև ներսում տիրում է ծանր լռություն։ 10 վայրկյան անց օդանավը ամբողջությամբ կորցնում է բարձրությունն ու քարշի ուժը և ընկնում խիտ բնակեցված թաղամասում գտնվող բժշկական քոլեջի վրա և կործանվում նույն րոպեին 13:38։ Ինքնաթիռում եղածներից փրկվում է ընդամենը 1 հոգի։ Նա նստած էր պոչային հատվածում և երջանիկ պատահականությամբ հարվածի պահին ամենայն հավանականությամբ չլինելով ամրակապված, պարզապես դուրս է շպրտվում օդանավից։